Ցավոք սրտի մեր քաղաքական կյանքը կարելի է վերջին ժամանակահատվածի քաղաքական կյանքը կարելի է բաժանել մինչև հանրապետական կուսակցության խորհրդի նիստը եւ դրանից հետո մեկ օրվա ընթացքում ընդհանրապես քաղաքական իրավիճակը փոխվեց եւ մենք հիմա ապրում ենք այն ժամանակահատվածը, երբ որ process-ները զարգանում են ոչ թե օրերի, այլ ժամերի հաշվարկով։ Կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունեցավ քաղաքական դաշտում, որպես համերաշխություն, գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժ, որպես սոլիդարիզմի կողմնակից, մենք գաղափարական քաղաքական կազմակերպություն ենք, բացարձակապես մեր համար անընդունելի է նման գործելավոճը, երբ որ քաղաքական խոսակցությունները կամ քաղաքական տրամաբանությունը վերածվում է փողոցային խոսակցությունների կամ այն ինչ որ տեղի ունեցավ հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ։ Ես ճիշտն ասած մոտավորապես պատկերացնում եի, որ այդ կազմակերպությունը շատ համամիտ են նման գործելավոճի, բայց որ այդ կարգի ճիշտն ասած չէի պատկերացնում, բայց ինչևէ ունենք այնինչ ունենք։ Ունենք քաղաքական դաշտ, որտեղ մի կողմում գոյություն ունի մի կազմակերպություն, որը դժբախտաբար տիրապետում է որոշակի պետական լծակների, մյուս կողմում ունենք ժողովուրդ, հասարակություն, քաղաքական ուժեր, որոնք չեն ուզում համակերպվել այս մտքի հետ եւ այս գործելակերպի հետ եւ ուզում են, որ կյանքը փոխվի։ Ակնհայտ է, որ հասարակության 99%-ը կողմնակից է կյանքի փոփոխության։ Ցավով եմ ասում, որ սա երկար չի տևի եւ սա կբերի մայդանների, որը մեր համար անցանկալի է եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մայդան չկրկնվի Հայաստանում, դա անթույլատրելի է մեր համար։ Բայց նորից եմ ասում, ընդեղ էլ սկսեց խոսակցություններից, ընդեղ էլ սկսեց նրանից, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներին ամենավերջի խոսքերով եւ մականուններով եւ չգիտեմ ինչերով անվանարկեցին եւ մինչեւ առաջի կրակոցը։ Առաջի կրակոցից հետո սկսվեց մնացած բոլորը։ Իսկ շատ մեծ խելք պետք չի դրա համար հասկանալ, որ այս տոնով խոսակցությունները հասնելու են կրակոցի։